Միջին արևելքի մեջ ստեղծված լարված իրավիճակը դարձյալ մտահոգություն կբաժարե շրջանի հայկական համայնքներուն։ Լիբանանի մեջ ուր գտնվի աշխարհի ամենակարևոր հայկական համայնքներեն մեկը, վերջին զարգացումները եւ հարցակումները անպայման իրենց աստեցությունը գունենան առօրյա կյանքին վրա։ Այս բոլորը ավելի մոդեն հասկանալու համար այսօր մեզի հետ է Բեյրութեն ռադիո վանացայինի դոնորեն ընկեր Վիկեն Ավակյան։ Ընկեր Վիկեն, նախ շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար։ Խնդրեմ շնորհակալություն ձեզի եւ այս առիթին համար։ Նախ գուզենք հարցնել այսօր ինչ ընդհանուր վիճակը Բեյրութի մեջ այս հարցակումներու եւ շրջանի մեջ դիրող լարվածության պայմաններու դակ։ Նախ շնորհակալություն անգամ եւս այս առիթին, առաջին անգամը չէ որ Կոմիտաս ռադիոժամը եւ մեր ընկերական շրջանակը գետակրկրվի Լիբանանի գացությամբ եւ վանացայինով։ Մենք այս մեկը տեսանք Բեյրութի նավահանգիստի բայթումեն յետք, տեսանք Լիբանանի տնտեսական ամենեն ծանր օրերում եւ այսօր անգամը եւս այս հարցազրույցով առիթ պիտելա որպեսզի ներկայացնենք մեր գացությունը։ Ասեմ որ 15 օրը ի վեր Միջին Արևելքը գտնվի համաշխարհային փոքր պատերազմի մեջ կամ շրջանային մեծ պատերազմի մեջ։ Եվ Լիբանանն այդ պատերազմի թատերապետները դաշտերը մեկն են 12 օրը ի վեր։ Լիբանանի հարավը, Լիբանանի արևելքը, որ ծանոթ է Բեկանունով եւ մայրաքաղաք Բեյրութի հարավային արվարձանը թատերապեմ կդառնան, թիրախ կդառնան իսրայելյան ամենեն փուրն հարցակումներու։ Օտանավերով, անօտաչու թռչող սարքերով եւ դարբեր ձևերով։ Նաեւ սահմանին վրա իսրայելյան ուժեր կփորձեն աջախ թափանցումներ կատարել, ներխուժումներ կատարել։ Ասեմ որ գրիվները կշարունակվի մինչեւ այս հարցազրույցի ժամանակ Իսրայել գրամպակոզի զանազան շրջաններ առանց խտրություն ունենալու զինվորական եւ քաղաքային թիրախներու միջև։ Զոհերու թիվը անցած է 500-ը, իսկ վիրավորներուն թիվը անցած է 2000-ը։ Ասի նախնական տվյալներ են եւ պաշտոնական տվյալներ են։ Առավել մենք ունենք 800,000 քաղաքականներ, որոնք իրենց դուներ են, բնակարաններ են, դարբեր շրջաններ են, դեղահան եղած են եւ ուղղված են դեպի Բեյրութի հյուսիսային արվարձաններ, դեպի քրիստոնեական շրջաններ եւ դեպի ավելի վեր։ Հայկական շրջանները կգտնվին հյուսիսային արվարձաններում մեջ։ Այսինքն Բեյրութի հարավային արվարձանները շուրջ 10 կիլոմետր հեռավորության վրա են։ Եվ ռմբակոծումներ կլան բնականաբար գլսվի նաեւ այստեղ։ Հաջող նաեւ ռումպերը կդեսնվին մեր բադիշկամներեն, մեր դանիկներեն։ Առավել հիմնական նորությունը այն է որ 3 եւ այսօր իսրայելյան անօտաչու սարքեր նաեւ հարվածեցին Հայաշատ Բուրչամուդի ծայրամասը գտնվող շենքը, նույն շենքը, 3 հարգներ, այսօր 1 դարբեր հարգը, ուր թիրախ ընդրեցին անձնավորությունը, որում մասին մանրամասնություններ չդրվեցին։ Բարեբախտաբար գսեմ, որ ֆիզիկական վնաս տակամին չունենք եւ մաղթեմ որ չենք ունենար համայնքային մեր գառույցները, մեր դպրոցները, մեր ակումբները, մեր դուներն ու խանութները չեն վնասված նույնպես։ Բայց ընդհանուր մթնոլորտը որ կա պատերազմի սպառնալիքները որոնք կան, որովհետև ռումպերու գողքին նաև Իսրայել գտիմ է խոջաբը ստեղծելու դիտումնավոր միջոցի։ Սպառնալիք կուղարկե, որ 10 վարյանեն կարոջամեն այս թաղամասը պետք է վարվեք, այս շենքը պետք է վարվեք եւ ամիջապես այդ գրոմպագործեն։ Եվ այս բոլորը 24 ժամ կներկայացվին ընկերային ցանցերով, պատկերացվի գայաններեն։ Եվ մեր ժողովուրդը գեհդեվի այս բոլորին եւ բնականաբար իր դիմաց այս պատկերներն են, որոնք կան Կանտումի, Ավերումի, սպանություններու, զոհերու եւ վիրավորներու, ահա որ պատկեր։ Հիմա վախը գա։ Բնականաբար տնտեսական վիճակը մտահոգիչ է, որովհետեւ գործերը կան կարածեն, գործարանները մասամբ կփանին։ Ինչ կվերաբերի մեր համայնքային կյանքին, ասեմ որ դպրոցերու մեկ մասը, հայկական դպրոցերու մեկ մասը արգա սկսավ գործել անցնող քանի օրերում։ Իսկ մյուս մասը դակամին արցանց կշարունակի սպասելով գասության հստակացման, անոնք որոնք Բեյրութի ավելի մոդ են, դակամին արցանց գործեն, իսկ անոնք որոնք քիչ ավելի հերագա շրջաններ են, դպրոց աշակերտները դպրոց կհաջախեն։ Միութենական ծերնակները բոլորը չնչված են, նույնիսկ եկեղեցական արարողությունները ժողովրդային բաժինը չեղյալ նկատված է, դոնախմբություններ, կարասից մանգած դոնակատարություն, այլ դոնակատարություններ, որոնք կային անցնող օրերուն եկեղեցիները նվաստիվով ժողովուրդներ կգլա, համախմբումներ չկան, ասկային ծերնակները բնականաբար չկան,
ամեն մարդ զորաշարժի մատնված է, որ ինչպես պիտի շրջանցե այս ցաներ հանգրվանը, որուն ավարտը ելքը դակավին չերևիր։ Այս օրերում մարդիկ Բեյրութի մեջ իրենց արորիա կյանքը ինչպես կգազմագրվեն, կամ մտավախություններ, կամ փոփոխություններ արորիային մեջ։ Այո, գիտեք լիբանանցիները նախ 15 տարի պատերազմ ապրած ժողովուրդ են, 75-90, անգե այդ յուրաքանչյուր 10 տարին անգամ ցնցումները անցած են։ Բարեբախտաբար վարժությունը ունին ընդելանալու կյանքի նոր պայմաններուն։ Բայց ասի չի նշանակել, որ վախը մտահոգությունը չկա։ Բնականաբար կա սննդամը թերքի վտանգ, վախ, որովհետև բադական աղբյուրները գսեմ որ հազիվ 3 ամսվա սննդամը թերքունի երգիրը, գա վարելանութի մտահոգություն, որ գրնամ վարելանութի բաշարները սպարիլ եւ երկար չթիմանալ, գա դարբեր մտահոգություններ, որ եթե բադայ այնպես որ Իսրայելը ինչպես որ նախապես հրած է, ենթագարույցը հարված է, այսինքն էլեկտրականության ընկերությունը, ճուրի ընկերությունը, հոն սկական քաոսը որ կստեղծվի։ Իսկ ավելի մեծ մտահոգությունը կամ դակնաբը որ գաբրինք այդ 8000 քաղաքականները, որոնք կան, որոնց կարևոր մեկ մասը եկած հաստատված է մեր թաղերու մեջ, նաև հայաշատ թաղերու մեջ։ Եվ ասում ստեղծած են ընկերային, գենցաղային բազմաթիվ դժվարություններ եւ մտահոգություններ։ Վաղվան անտիպ անորոշությունը, անկորձությունը եւ մանավանդ տնտեսական դակնապները դժվարության առջեւ դրած են մեր գառույցները, մեր ագուպները, մեր եկեղեցիները, մեր միությունները, մեր հաստատությունները, որոնք բոլորը արդեն օրին հազիվ գաբրեին, այսօր հավելյալ ջիկ պետք է որպեսզի գարենան թիմանալ եւ դոգալ։ Եվ առանցին չեն գրնար թիմանալ այս կասության երկար, եթե մանավանդ երկար դեպի այս կասությունը, որովհետեւ գրվաններ պետք է այս ժողովուրդը ապրելու համար միջոցներ պետք է եւ այդ իմաստով է որ ամեն ջիկի գտինվի։ Զորաշարժը բոլոր մագարտակներով վրա նույնիսկ քարոշչական իմաստով նշեցի արդեն որ վանացա մենք օրինակ ժամ անգամ վերջին լուրերը կներկայացնենք, հյուրեր կհրավիրենք, մեկնաբանություններ կատարենք եւ ժողովուրդը դերյակ կբահենք վերջին նորություններն։ Նաեւ ընկերային ցանցերով, նաեւ դարբեր հարթակներով մենք կփորձենք լուսաբանել եւ ժողովուրդը հանգչեցնել, որովհետեւ խոջաբի չմատնվի, որովհետեւ եթե խոջաբի մատնվի, կացություն հագագշները դուրս կգա։ Պիտի փորձենք հանդարտեցնել եւ հետեւելով մեծիդանան գելիգո արամ վեհապար հայրապետի գոչին, բոլորը պիտի համախմբվի մեր գարուստերուն շուրջ։ Բոլորը պիտի գազམ་ագերբվին, բոլորը իրարով պիտի օգտեն, ունեցողը չունեցողը մի դիտա, որովհետեւ գարենան շրջանցել նաեւ այս անկրվանը։ Ինչպես գիտենք Լիբանան ունի ամենապատմական եւ գազմագրված հայկական համայնքներեն մեկը, մարդիկ ինչպես գաբրին այս մտահոգիչ շրջան, ինչպես գաստե այս իրավիճակը Լիբանանի հայկական համայնքի արորիա կյանքին վրա, քիչ առաջ գսեիր եթե գշարունակվի կամ ոչ կորզունությունը։ Նայեք Լիբանանի քաղուտը վերջին տարիներում բազմաթիվ ցնցումները անցավ, բազմաթիվ երդասարտ դարեր քաղտեցին, ոմանք կացին արաբական զորքի երկիրներ հիմա արդեն մտահոգության մեջ են նաեւ հոն Կատարի մեջ, Արաբական Միացյալ Էմիրություններու մեջ, Քուվեյթի մեջ, Սաուդյան Արաբիայի մեջ եւ անոնց օժանդակությունները, որոնք Լիբանան կհաստեին իրենց ընտանիքներուն, բարականերուն մեծ նպաստեր։ Հիմա նախ այդ նպաստը որ բնականաբար պիտի նվազի, մեկ, երկրորդ այս քաղուտը միջոցները պիտի գտնե ինքսին կազմակերպելու եւ չինալու մտահոգիչ կասության մեջ, որովհետեւ շատ թյուրին է քաղաքական որևէ հոսանք է դարվի, այս երկրի մեջ կան երկու փևերներ եւ Լիբանանայությունը պատմականորեն եղած է չեզոք, հավասար հերավորություն բահածը բոլորին հետ եւ իզուր չէ որ հազիվ այս դեպքերը բադայեցան Լիբանանայի 3 կուսակցությունները միասնապար ժողով կմարեցին դաշնակցությունը հնչագյան եւ ռամգավար ասելով որ մենք համախումբ հայություն պիտի մնանք մենք այս կամ այն կողմի հետ արգածախնդրության պիտի չերտանք որովհետեւ մեր նպատակը նախ առաջնահերթ կերպով մեր ժողովրդի ֆիզիկական պաշտպանությունն է մեր գարույցները բահել է մեր միությունները բահել է մեր նոր սերունդը անվտանգ բահել է այդ իմաստով նախ քաղաքականորեն պիտի մնանք անկախ առանց կողմի հետ ըլլալու եւ երկրորդ պիտի միջոցներ գտնենք մեր ժողովրդին դեր ըլլալու որովհետեւ այս տակնաբը որ կա դվյալներ կան որ երկար պիտի դեվե քաղաքական լուծում մոդիկ աբակային չերևի եւ որպեսզի կարողանանք դիրություն ունենալ ժողովրդին մեր ընկերային գազམ་ագերբությունները, բարեսիրական միությունները, օկուտյան խաչը, ասկային առաջնորդարանը, մեր դարբեր հայրենակցական միությունները բոլորն աշխատանքի լծված են, որպեսզի կարողանան հասնել այն մարդուց, որոնք այս դժվար օրերում գարիք ունին օժանդակության։
Այսպիսի բահերուն դեղատվությունը շատ կարևոր գտարնա, ռադիովանացայինը ինչտեր գխաղա այս օրերուն դեղացնելու և համայն կգավի մեջ բահելու առումով։ Նախ ռադիովանացայինը լիպանանայության ցայնը, ինչպես որ հիմա գնենք կհասցնի աշխարհի եւ հագարակը աշխարհի հետաքրքրությունը կբերի լիպանանայության։ Երբ մենք նման հարցազրույցներ գնենք, նաև կդեղեկացնենք, որ մեզի հետ հարցազրույց կատարեց այս համայնքը, այս միությունը, այս կազմակերպությունը։ Նախ լիպանանայությանը սկսել գտամ, որ առանցին չեն, անդեր չեն։ Հոսքա գուսակցություն, գտաշնակցություն, որի ռադիոգայանով իր համաշխարհային գաբերով հերավոր Ուրուգվայյան ահաբասիկ օրինակը հերավոր դարբեր քաղաքներ հետաքրքրված է այս հայությամբ։ Երկրորդ դարբեր ժամերում մենք կհաղորդենք ըստույք տեղեկություն, որ ինչպես կսեի, չդարվին բادرազմի մեջ դարածվող սուտ լուրերով, գերս լուրերով, գիտեք, բادرազմը եւ ամեն մարդ ամեն ինչ գնեդե լուր, պիտի կարենանք ճիշտը ներկայացնել։ Երրորդ ժողովրդին ոչ կուղենք, ժողովրդին գմղենք մեր հայդակիներով, մեր լուրերով, որ գարչած մնան, ամուր մնան, մեր միություններու շուրջ մնան, չվախնան եւ իրենց հույսը չգործընծեն։ Որտեղ հույս գործընծելը ամենավտանգավոր բանն է։ Այս ժողովուրդը դարբեր փորձանքներ անցած է ցեղասպանությունները սկսել մինչև կալով այս օրերը։ Եվ միշտ կարողացած է շրջանցել, թիմակրավել այս դժվարությունները շնորհիվ դոգունության, հայելալը դոգունուլալ կնշանակի։ Մեր դեսակի մեջ կա, մեր ջիներու մեջ կա գարձեգա դոգունությունը, եւ մենք բարդավոր ենք միշտ ցնցումներու հագաստել։ Եվ այդ դոգունությունն է, որ մեզի ուժ գտա ոտքի մնալու, իրարու չանցնելու, չվախնալու, կովի ելալու, այս բոլորը տաշտակցությունն է, որ գնե, իր աստագորաթերթո, իր վանացայնով, իր ագուպներով, իր երդասարտականով, բադանեկանով, բոլորը կաշխատին թև-թևի գողողի։ Երբ ես այս մահուս կխոսեմ, թիմացս կանգնած են երդասարտներ, 3-4 տղակ երդասարտականի անդամներ, որոնք լուրերով հետևին, որպեսզի քիչ հետ դարձյալ նորություններ փոխանցեն։ Եվ այսպես 24 ժամ լարված մեքենայի նման կաշխատի այս քաղուտը եւ իր գարուսերի շնորհիվ հայապողական ճաշնակցության եւ անոր գազագերբական ցանցին եւ անոր հովանավորած առաջնորդած գարուցներուն այս բարակային։ Ընկերվիքեն տում որպես լրամիջոցի բադասխանադու ինչ կարևոր գնկադեք, որ սպրկահայությունը այսօր գիտնալի պանանի մասին։ Գիտեք, քանի որ աշխարհը բացված է քարոշչական միջոցները շատ են, մարդիկ ընկերային ցանցերով կամ դարբեր գայաններով գրնան հազարոմեկ լուր ստանալ եւ այդ լուրերը շատ հաճախ սուտ կուքան։ Օրինակ անցնող 2 օրերուն հաճախ տարածվեցավ լուրը բուրչամուտը պակոզված է։ Եվ այս լուրը իրարանցումը ստեղծեց։ Ըստույք լուրը, ճիշտ լուրը, իրավ լուրը պետք է առնել իր աղբյուրեն։ Ճուրը պետք է խմել իր աղբյուրեն գս։ Այս բարակային վանացայինեն, աստագորաթերթեն, Լիբանանի կենտրոնական կոմիտեի ընկերային ցանցերն ուր ներկայացված դվյալները ճիշտ են։ Հոս իրարանցում չկա, հոս խոջապ չկա, հոս քաղուտը մեծ վնասներ չգրած նյութական իմաստով, ռումպերու իմաստով, ճիշտ է ընկերային հարցկասի կգտնեմ, տնտեսական հարցկա պետք է թիմել։ Պետք չէ հավատալ բոլոր լուրերուն, որոնք շրջան գրեն։ Երբեմն չափազանցված, երբեմն սուտ։ Բադահական մարդիկ գելեն եւ հաճախ գեցվածներ գայդարարեն։ Հաճախ արդահայտություններ կունենան, որոնք տակտու վրա գնեն դուրսի իրենց բարեկամները, աբրողները, ասկականները։ Այդպես չէ լուրը։ Պետք չէ դարվիլ ամեն լուրը, որովհետեւ ասի բادرազմի մեջ ենք եւ բادرազմի զենքերը մեկն էլ քարոզչությունն է։ Բادرազմը միայն զենքերով չի մղվի, բادرազմը նաեւ կմղվի լրատվամիջոցներով, քարոզչական միջոցներով։ Եվ մենք բարդավոր ենք հայկականը ճիշտը ներկայացնել մեր ժողովրդին։ Այս ամբողջ իրավիճակին մեջ ինչը ծեր ամենամեծ մտահոգությունը եւ միևնույն ժամանակ ծեր հույսը։ Նայեցեք, մենք այս կացությունը թիմակրավելու գամքի բագաս չունենք, վճռականության բագաս չունենք, բայց միջոցներով բագաս ունենք։ Մեր ամենամեծ մտահոգությունը դժբախտաբար կգտնեմ տնտեսականն, նյութականն է։ Մեր գարուստերը բահելու համար, մեր աստագազմերուն ամսականները ապահովելու համար, մեր ժողովրդի գարիկավոր խավին հասնելու համար մենք միջոցներով պետք ունենք։ Նախապես մենք ունենք Հայաստան հիմնադրամը, նախապես մենք ունենք անհատ բարերարներ, նախապես մենք ունենք նախկին լիբանանահայերը, որոնք դարբեր քաղաքներում մեջ էին։ Հիմա կհասկանանք, որ Հայաստանը գրնակ դարձուցած է սպյուրքեն։ Պաստորեն 15 օրվան ընթացքին Հայաստանին ոչ մեկ հետաքրքրություն ունենք լիբանանայության մասին, թե ինչպես կա լիբանանայք, թե ինչի պետք ունի։ Կհասկանանք նաև դարբեր քաղաքներից կարիքներ ունին եւ նաև համաշխարհային տնտեսական դակտապ կա։ Բայց հայությունը թե մեկ ամբողջություն է
Եթե գահավադանք հայության մեկը լալու խաղապարին, հայությունը եթե դեղը գարիքի պետք ունի, բանին պետք ունի, ամբողջ հայությունը պետք է հասնի անոր։ Լիբանան հայությունը օրին հասավ Արցախի հայության, օրին հասավ Հայաստանի հայության, օրին հասավ Սուրիա հայության, ուր որ պետք եղավ Լիբանան հայությունը հասավ։ Եվ փոխադարձաբար մենք տեսանք օրինակները, երբ որ Լիբանան հայությունը պետք ունեցավ Բեյրութի նավահանգիստի բայթումին, տնտեսական դակնաբույն դարբեր քաղաքներ հասան։ Այս մեկ ամբողջության խաղապարը պետք է բահել եւ կորզնաբես արտահայտել։ Եվ այսօր այդ արտահայտության հանգրվանները մեկն է, որ այս քաղաքը գսե որ համայն հայություն եկեք ծեր կարևոր մեկ հատվածը սպիրկայության կարևոր մեկ սիրտը, փափախուն սիրտը այսօր պետք ունի ծեր բոլորին օժանդակության։ Դեգուս բարոյական միան հարցնել անգամ որ Լիբանան հայություն լավեք բանեն պետք ունի գտի մեզի կոդեբնդե ադի մեզի ուժ գուտա բարոյականն անտին կորզական որևէ ծեվի աչակցություն լա քարոշչական լա ընկերային լա թեղերու լա նյութական լա որևէ գսեմ քարոշչություն մեզի համար օգտակար է եւ այս դակտաբի մեջ մեզի սկացնել գուտա որ մենք առանցին չենք եւ ադի հիմնականն է ես կգարձեմ Ընկերվիկեն շատ շնորհակալ ենք այս գավին համար եւ հարավային Ամերիկայի մեր ունգընտիրները դեղացնելու համար։ Հուսանք որ միջին արևելքև Լիբանանի մեջ իրավիճակը շուտով կհանդարտի։ Շնորհակալություն ձեր հարցազրույցին եւ հուսամ լավ արիտներով, ուրախ արիտներով որ հարցազրույցներ գնենք այսօր։ Շնորհակալություն ընկերուհի։ Գավի մեջ կմնանք։ Խնդրեմ։